Արդյոք իրականում Անահիտը Աստվածուհի է։ Իհարկե ոչ։ Կա միայն մեկ ճշմարիտ Աստված։ Ես եմ, որ եմ, երկնքի եւ երկրի արարիչը, նա, ով ստեղծեց ամբողջ աշխարհը, արևը, լուսինը, աստղերը, բնությունը, կենդանիները եւ մարդուն։ Սակայն ցավոք հատկապես այս վերջին տարիներին նկատում ենք, որ ազգասիրության ֆոնի տակ սկսվել է ավելի շատ փառաբանվել եւ պրոպագանդվել հեթանոսությունը։ Անահիտի աստվածության գովաբանումն ու հեթանոսական հավատքին վերադառնալու միտումները հաճախ ենք լսում, երբ մարդիկ ասում են. Անահիտը, Աստղիկը, Վահագնը, դա մեր հայ աստվածներն են, ոչ թե օտար։ Իսկ արդյոք Աստված ազգություն ունի։ Հայ Աստված, չինացի Աստված, գերմանացի կամ թուրք Աստված։ Աստված մեկն է եւ բոլոր ազգերի եւ ժողովուրդների արարիչն է։ Ելից 20-րդ գլխում Աստված տալիս է առաջին պատվիրանը. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Եվ անմիջապես հետո երկրորդ պատվիրանն է. Քեզ համար կուրկեր չշինես, ոչ վերը երկնքումը, ոչ ցածը երկրի վրա, ոչ երկրի տակի ջրերում է եղած բաների նմանությունով, նրանց երկրպագություն չանես եւ նրանց չպաշտես։ Սա ուղիղ պատվիրան է, որի խախտումը ինքնին մեղք է։ Եվ եկեք մտածենք, եթե մեկը ասում է. Ես քրիստոնյա եմ, ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, բայց միաժամանակ փառաբանում եւ հպարտանում է Անահիտով, կամ նրան կոչում է մեր Աստվածուհի, արդյոք սա առաջին պատվիրանի ուղիղ խախտում չէ։ Երբ Աստված ասում է. ուրիշ Աստված չունենաս, իսկ մենք Անահիտի արձանը ընդունում ենք որպես հայի Աստված, ինքնաբերաբար ասում ենք. Տեր Աստված, լավ է որ դու կաս, բայց ես ուրիշ աստվածներ էլ ունեմ։ Եվ սկսում ենք Աստծո պատվիրանին հակառակ գնալ, պատվել մի կուռքի, որից Աստված զզվում է։ Եկեք միասին տեսնենք, թե ով է եղել Անահիտը։ Պատմական տեսանկյունից Անահիտը իրական մարդ չի եղել։ Նա թագուհի չի եղել, մարգարե չի եղել, իրական գոյություն ունեցող անձ չի եղել։ Նա հին արևելյան դիցաբանական կերպար էր, ստեղծված մարդկանց կրոնական պատկերացումների, առասպելների եւ հեթանոսական պաշտամունքների միջոցով։ Շատ պատմաբաններ կարծում են, որ նրա կերպարը կապված էր պարսկական Անահիտը Աստվածուհու հետ, որի պաշտամունքը տարածված էր հայկական լեռնաշխարհում, հատկապես Աքեմենյան Պարսկաստանի ազդեցության ժամանակաշրջանում։ Ժամանակի ընթացքում հայերը այդ պաշտամունքը խառնեցին իրենց տեղական հավատալիքների հետ, եւ այդ հորինված պարսկական կերպարը Անահիտը դարձավ հին հայկական դիցարանի ամենակարևոր աստվածուհիներից մեկը։ Նրան համարում էին պտղաբերության, մայրության, իմաստության, ժշկության հովանավոր աստվածուհի։ Հայկական հետանոսության մեջ նրան կոչում էին ոսկեմայր, մեծ տիկին եւ ազգի պահապան։ Եկեղեցական պատմիչները հեթանոսական պաշտամունքները եւ Անահիտին նվիրված պաշտամունքը հաճախ նկարագրել են որպես պղծություն, որովհետեւ դրանք ներառում էին կուռքերի պաշտամունք, կենդանական զոհաբերություններ, ինչպես նաեւ բարոյական տեսանկյունից անընդունելի ծեսեր։ Տաճարում գոյություն են ունեցել տաճարական անառակության կամ սեռական ծեսերի ձևեր։ Հաճախ ծնողներն իրենք էին դիցուհուն նվիրում իրենց կույս աղջիկներին, որոնք ըստ ավանդության երկար ժամանակ տաճարում դիցուհու մոտ անառակությունից հետո տրվում էին ամուսնության։ Ոչ ոք անվայել չէր համարում նրանց հետ կենակցելը։ Հեթանոսական շրջանում հայուհիներն իրենց կուսությունը զոհաբերել են Անահիտին։ Կուսությունից զրկվելը համարվել է սեռական հարաբերությամբ եղող սեփական արյամ զոհաբերություն Անահիտին։ Այդ ժամանակ ավանդույթ կար, որ աղջիկները Անահիտի տաճարում հենց իրենց մարմնով էին ծառայում դիցուհուն եւ կարող էին իրենց մարմինները նվիրել Աստվածուհուն որպես պաշտամունքի մաս։ Եվ հիմա ինքներդ ասեք, ինչպես կարող է քրիստոնյան, ով կոչված է լինել Սուրբ Հոգու տաճար, հպարտանալ մի պաշտամունքով, որի հիմքում եղել են կուռքերը, կախարդությունն ու գուշակությունը, մարմնական ցանկությունն ու սեռական պղծությունը։ Երբ Աստված զզվում է այդ ամենից եւ այդ բոլորը գարշելի են Աստծո համար, ինչպես կարող է իրեն քրիստոնյա համարողը հեթանոսությամբ ուրախանալ։ Աստծո խոսքն ասում է. չեք կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կսիրեք, մյուսին կատեք, կամ հակառակը։ Անհնար է լինել եւ հեթանոս եւ քրիստոնյա միաժամանակ։ Դրանք անհամատեղելի են։ Մարդ, ով հպարտանում եւ արժեքավորում է իր հեթանոսական անցյալը, պետք է վերանայի իր բարոյական եւ հոգեվոր արժեքները։ Այսօր աշխարհը փորձում է ներկայացնել հեթանոսությունը որպես մաքուր ազգային ինքնություն, բայց մեր ազգային իրական ակունքը միաստվածությունն էր, որի մասին ազգագրագետները վախենում են բարձրաձայնել կամ հատուկ չեն խոսում։ Ազգային ինքնությունը երբեք չի կարող ավելի բարձր լինել, քան Աստծո կամքն ու խոսքը։
Այո, մենք կարող ենք ուսումնասիրել պատմությունը, կարող ենք իմանալ, թե ինչին են հավատացել մեր նախնիները, բայց ուսումնասիրել պատմությունը եւ հպարտանալ կուռքերով տարբեր բաներ են։ Երբ մարդը սկսում է ռոմանտիկացնել հեթանոսությունը, նա հաճախ մոռանում է, թե ինչ կար դրա հետևում։ Զոհաբերություններ, կախարդություն, գուշակություններ, կուռքերի պաշտամունք, պղծություններ եւ ամենացավալին այն է, որ այսօր որոշ մարդիկ այդ ամենը ներկայացնում են որպես ազգային զարթոնք։ Բայց մեր ազգի իրական զարթոնքը եղավ այն ժամանակ, երբ Գրիգոր Լուսավորիչը քարոզեց Քրիստոսին եւ Հայաստանը հրաժարվեց կուռքերից։ Մեր ժողովրդի փառքը ոչ թե ոսկե արձաններն են, այլ մեր փառքը այն է, որ հայ ազգը խոնարհվեց կենթանի Աստծո առաջ։ Սիրելիներ, Անահիտը եւ մնացած բոլոր հեթանոսական չաստվածները մարդկային հորինված եւ աստվածացրած կերպարներ են։ Ուստի նրանք չեն մեզ ստեղծել, նրանք չեն աշխարհը ստեղծել, նրանք չեն մեզ կյանք տվել, նրանք չեն մեր մեղքերի համար արյուն թափել, նրանք չեն ներում մեր մեղքերը, նրանք չեն լսում մեր աղոթքները, նրանք չեն, որ դատելու են աշխարհը։ Քարը չի փրկում, արձանը չի լսում, կուռքը աղոթքին չի պատասխանում, հորինված ծիծաբանությունը կյանք չի տալիս։ Միայն Հիսուս Քրիստոսն է հաղթել մահին, միայն նա է հարություն առել, միայն նրանով է փրկությունը։ Մեր ինքնությունը ոչ թե Անահիտի արձանի մեջ է, այլ Աստծո պատկերով ստեղծված լինելու մեջ։ Մեր հույսը ոչ թե հեթանոսական անցյալի վերակենդանացումն է, այլ Քրիստոսի արքայությունը։ Թող մեր սրտերում միայն մեկ գահ լինի, եւ այդ գահին նստած լինի ոչ թե կուռքը, ոչ թե առասպելը, ոչ թե ազգայնական հպարտությունը, այլ Տեր Հիսուս Քրիստոսը, որովհետեւ վերջում միայն մեկ անուն է մնում հավիտյան, ոչ Անահիտ, ոչ Վահագն, ոչ որևէ երկրային փառք, այլ միայն Հիսուս Քրիստոս անունը։